Ես հիմա կարդամ 48-րդ գլխի հենց առաջին խոսքից եմ կարդում, ասում է այս բաներից հետո Հովսեփին ասվեց ահա քո հայրդ հիվանդ է, այսինքն Հակոբը հիվանդ էր։ Նա էլ երկու որդն էին Մանասեին ու Եփրեմին իր հետ առավ։ Հակոբին պատմվեց ու ասվեց ահա քո որդիդ Հովսեփը քեզ է գալիս։ Իսրայելը ուժողացավ ու անկողնի վրա նստեց։ Եվ Հակոբն ասում է Հովսեփին ամենակարող Աստվածը Քանանի երկրի լուզի մեջ երևաց ինձ օրհնեց ինձ եւ ասեց ինձ ահա քեզ պիտի աճեցնեմ ու շատացնեմ եւ քեզ շատ ժողովուրդների հայր պիտի անեմ եւ այս երկիրը քեզանից հետո քո սերունդիդ հավիտենական կալվածք լինելու պիտի տամ։ Հիմա քո երկու որդները, որոնք ծնվեցին քեզ Եգիպտոսի մեջ, Եգիպտոսի գալուցս առաջ, իմս են։ Եփրեմը ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմս պիտի լինեն։ Նրանցից հետո քո ծնված որդները քոնը լինեն ու իրենց ժառանգության մեջ իրենց եղբայրների անուններով կանչվեն։ Այսքան հատվածը կարդացի, միգուցե կասեք, բայց կոնկրետ ինչ է այստեղ գրած, որ ասում ես կանգնեցիր, որպեսզի հասկանանք ինչ է գրված, պետք է մի քիչ ավելի խորը գնանք խոսքի մեջ, որ հասկանանք, բայց ես կանգնեցի, քանի որ շատ լավ հասկանում եմ իրավիճակը, ինչպես սա ինչ էր ընդհանրապես կատարվել, դեռ սկսեց բաներ ցույց տալ, որ մինչև այդ ուշադրություն չէի դարձրել, ու այստեղից ծնվեց այսօրվա քարոզը։ Մի քիչ դժվարանում եմ կոնկրետ վերնագիր տամ այսօրվա քարոզին, բայց միգուցե կարող այսպես անվանենք, ինչպես ստանալ կրկնակի ժառանգություն Աստծուց։ Ու մենք այսօր ոչ թե միայն Հովսեփի կյանքին ենք նայելու, մենք կնայենք Հակոբի 12 որդների կյանքերին ու համեմատական կտանենք, հետո կգնանք արդեն 49-րդ գլուխ, որը Հակոբի կյանքի վերջին խոսքերն էր, երբ որ կանչեց իր որդներին ու ասեց եկեք որ օրհնեմ ձեզ ու նաև գալիքը պատմեմ ինչա ձեզ սպասվում։ Ասեմ որ Հակոբը ամուսնացած էր, երկու կին ուներ, բայց մինչև Հակոբին գալը ընդհանրապես խոսեմ առաջնեկության մասին, որովհետև առաջնեկությունը շատ կարևոր գաղափար էր, որովհետև Աստված առաջնեկի միջոցով է շարունակում այն գործը, այն կանչը, որ ուներ, որովհետև մենք խոսացել ենք անցնական երբ որ խոսում էի ուխտավորի կյանքի մասին, չէ՞, մենք խոսեցինք հենց առաջնային Աբրահամի կյանքի մասին, որովհետև մենք երբեմն ասում ենք, ինչի Աստված հրեաներին առանձնացրել, Աստված հրեաներին չի առանձնացրել, Աստված Աբրահամին առանձնացրեց ու ազգ արեց, որոնք հրեաներն էին, այսինքն ուխտը առաջնային Աբրահամի հետ էր ու նպատակը որն էր, որ Աբրահամ քեզանից մի սերունդ դուրս կգա ու Եզակիով էր կոչված, սերունդ բառն էր օգտագործված, մի սերունդ դուրս կգա ու միջոցով ամբողջ աշխարհը կօրհնվի։ Այսինքն ազգերը ոչ թե պիտի օրհնվեին հրեաների միջոցով, ազգերը պիտի օրհնվեին մի հրեայի միջոցով, ով Քրիստոս Հիսուսն էր, որ դրանից դուրս գար Աստծո որդին, որ մեր մեղքերը իր վրա վերցնելով պիտի փրկությունը տար հեթանոսներին, որտեղ մենք հեթանոս էինք ու չէինք ճանաչում Աստծուն։ Եվ դրանից հետո Աբրահամը ունեցավ երկու որդի։ Մեծը դա Իսմայելն էր, որ արաբների հայրն է, բայց Իսմայելը խոստմունքի որդին չէր։ Իսմայելին ինքը ունեցավ Հագարից իր պատկերացումները, բայց Աստված ասեց սա չէր խոստմունքի որդին ու միջոցով ես պիտի անեմ այն ինչով խոստացել եմ։ 25 տարի անց ունեցավ Իսահակին վերջիվերջո, ով խոստմունքի որդին էր։ Իսահակով շարունակվեց։ Հիմա Իսահակը երբ որ ամուսնացավ Ռեբեկայի հետ ունեցավ երկու որդի։ Առաջինը Հակոբը չէր, Եսավ էր։ Այսինքն ըստ առաջնեկության օրենքի, այսպես էր պիտի Եսավը վերցներ հորից օրհնությունը ու նրանով պիտի շարունակվեր այն խոստմունքը, որ պիտի Քրիստոսը գար, այդ ծերմի խոստմունքը։ Բայց մեկ օր Եսավը ասվածա որ սոված էր, դաշտում էր հաճություններ ուտելու, այն աշճան սոված էր, որ ընդունել ես արդեն կմեռնի, ասում է Հակոբը այդտեղ հաց էր սարքում։ Ու Հակոբին ասում է տուր այդ քո սարքած ապուրից, սուպից sense ասած, որ ես ուտեմ, բայց Հակոբը նախանձավոր էր Աստծո կանչին ու առաջնեկությանը։ Ու Հակոբը այսպեսի բան ասում է, եթե այդպես է, ուրեմն քո առաջնեկության իրավունքը ծախիր ինձ, այս ապուրի դիմաց։ Ու Եսավը շատ հիմար քայլի է գնում, ասում է ինչի՞ սա պետք առաջնեկություն է, հիմա պետք է սովից մեռնեմ։ Գիտեք, այս մարդը մի բան չէր հասկացել, որ եթե Աստված քո կյանքում գործ ունի անելու, դու չես կարող սովից մեռնես։ Աստված հոգ կտանի, ու ինքը իր առաջնեկությունը ծախեց։ Գիտես, այդ միտքը, ինչի՞ սա պետք առաջնեկությունը, կամ այլ խոսքերով, ինչի՞ սա պետք Աստծո հետ ապրելը, ինչի՞ սա պետք Աստծո նախասահմանությունը իմ կյանքում, Աստծո կամքը, եթե պիտի մահանամ, եթե պիտի սոված մնամ, եթե սենց պետք է լինի, հենց պետք է լինի։ Բայց դա չարից եկած միտք է, որ ամեն սերունդների մեջ է գալիս, ամեն մարդու մոտ է գալիս, ինչի՞ սա պետք։ Դե եթե Աստված քեզ հետ է, հավատան, եթե մեկ օր սոված լինես, երկրորդ օրը սոված չես մնա, որովհետև Տերը շարունակություն ունի։ Ընդհանրապես միակ բանը, որ կարող է մեզ միտք տա ու հույս, որ մենք վաղը պիտի ապրենք, դա նա է, որ Աստված դեռևս մեր կյանքում գործ ունի։ Եթե Աստված քո կյանքում այլևս գործ չունի անելու, չկա ընդհանրապես ոչ մի երաշխիք գարանտիա, որ դու վաղը պիտի արթնանաս։
որտեղ Աստված նպատակ չունի քեզ կենթանի պայել։ Միգուցե դες բան ճանաչում ես Աստծուն ավելավա վերցնի տանի երկին, քանի մի բան չես արել մնաս այստեղ։ Դա համար միշտ թանկը որն է այդ առաջնեկությունը, որ ես խոսում եմ առաջնեկության մասին, դա այսպես հասկացիր Աստծո կանչը քո կյանքում։ Երբ որ դու ընդունում ես այն ինչ որ Աստված ունի որպես շարունակություն։ Ու Եսավը անարգեց իր առաջնեկությունը ու վաճառեց Հակոբին, ու Տերն ասում է ես էլ Եսավին անարգեցի դրա համար։ Ու ինչ տեղի ունեցավ, երբ որ եկավ օրհնության պահը, Իսահակի կյանքի վերջին շրջաններն էր, ինքը արդեն կուրացել էր, չէր հասկանում ով է այն մոտիկանում, Հակոբը խաբեությամբ մոտեցավ հորը իրականում, ու Աստված այնպիսի հակուսներ հակավ, որ Եսավն էր հակնում, ու Եսավը մազով տղա էր, ասում է այդպես բրտից բաներ էր հակել, որ հայրը չհասկանա, որ ինքը չի։ Մոտիկացավ, հայրը չհասկացավ, որ Եսավը չօրհնեց, օրհնությունը փոխանցվեց Հակոբին։ Հակոբը դե համար փախավ աղբորից, որտեղ աղբերը եկավ հասկացավ ինչ ա եղել, ուզում էր սպանել Հակոբին, Հակոբը փախավ։ Փախավ գնաց Լաբանի մոտ, Լաբանը իր քերին էր հարազատ։ Գնաց Լաբանի մոտ, ունդեղ սկսեց ապրել ու սիրահարվեց Լաբանի փոքր աղջկան, ում անունը Ռեբեկա էր, եկնեք Ռաքել էր։ Ասած Ռաքելն եմ ուզում, ասած պետք է 7 տարի աշխատես այդ աղջկան հասնելու համար։ Պատկերացնում ես ինչ ջանք ա դրես մարդ այդ աղջկան հասնելու համար։ 7 տարի աշխատեց, այդ գիշերը ասում աղջկան փոխեցին, մեծին տվեցին, այն մեծը որ միայն տվեցին, որովհետև աստին մեր մոտ ընդունված է մեծը միջև չամուսնանա, մեր հայկական գյուղերում էլ տես բան կա, չէ՞, ասում են միջև մեծը չամուսնանա, փոքրին չեն կարողանանք։ Ասում միջև էս մեծը չամուսնանա, բայց մեծի խնդիրն էլ որն է շաշ էր աշկել։ Շիլեր եւ սիրուն աղջիկ չէր, ոչ մեկ չէր ուզում էս միայն մտածեցին ըստողում տան գնա։ Մի խոսքով, առավոտ արթնացավ, տեսավ սխալ աղջիկա, աստին էտա, ուզես չուզես 7 տարի էլ աշխատես։ 7 տարի էլ աշխատեց արդեն Ռաքելի համար։ Մի խոսքով 14 տարի անց հազիվ երկու կանանց հասել էր, բայց մի հատ խնդիր կար, չբեր էին երկուսը։ Երեխա չէին մնում, զարմանալի բան է, չէ՞։ Հիմա արդեն 24 գնանք հաջորդ հատվածը, երբ որ արդեն այստեղ պատմվում է, որ որդիներ ունեցան, 29 օր գլխում է գրած, 29:31-ից եմ կարդում։ Ասում է Տերը եւ Լիայի ատելի լինելը տեսավ, նրա արգանդը բացեց, բայց Ռաքելը ամուր էր, այսինքն չբերեր։ Լիան հղիացավ, որ որդի ծնեց եւ նրա անունը Ռուբեն դրեց, քանզի ասեց Տերը իմ տառապանքից նայելու համար, սրանից հետո իմ այրս ինձ պիտի սիրի։ Ռուբեն անունը նշանակում էր ահա որդի։ Այսինքն ինչ ասեց ատելի լինելու համար, այսինքն Հակոբը պարզում է ատում էր Լիային, որ մարդը մտածում էր այդքան տարի չարչարվել է, աշխատել է, իրան խաբել են, զզվում էր այդ կնոջից ուղղակի, ատում էր։ Ու մա ինչ տեղ ունեցավ, երեխա ունեցավ, ասում ահա տղա, որտեղ քանի որ տղա է, հիմա այրս, ամուսինս ինձ պետք է եւիթե սիրի սրա համար։ Դրանից ասում է նորից հղիացավ, որ որդի ծնեց, ասում է, որտեղ Տերը իմ ատելիներս լսեց, նրա համար ինձ այս որդին էլ տվեց, նրա անունը Շմավոն դրեց, Շմավոնը նշանակում է լսել։ Հիմա էլի, այսինքն առաջին որդուց հետո ատելիները չէր անցել, ասում է էլի ատելիներս լսեց, երկրորդ տղան տված։ Դարձյալ հղիացավ, որ որդի ծնեց, ասում է հիմա այս անգամ ամուսինս ինձ հետ պիտի միավորվի, քանզի 3 հատ որդի ծնեցին իրեն, ու նրա անունը Ղևի դրեց։ Ղևին էլ նշանակում է միավորություն։ Երբ 4-րդ անգամ ասում է հղիացավ, ու մի որդի ծնեց, ու ասում է այս անգամ պիտի գոհանամ Տիրոջից։ Նրա համար նրա անունը Հուդա դրեց ու դադարեց ծնելուց։ Հուդա անունը թարգմանվում է գոհություն կամ փառաբանություն։ Դες այստեղ մի փոքր կանգ առնեմ, հետո երբ որ մարդու կյանքում հրաշք էր, ինքը հասուկ մի բան էր ստանում, ես կմտածեի, որ միգուցե հենց առաջինի անունը պետք է Հուդա դրվեր։ Որտեղ այս Տիրոջից կգոհանամ, որ Տերը լսեց իմ աղաղակս, չէ՞, բայց այս մարդին չի էր կենտրոնացած, Տերը լսեց իմ ատելիներս տվեց ինձ, որ իմ կյանքում ինչ-որ բան լավ լինի։ Դեք ինչ տեղի ունեցավ, հեսա մենք երբ որ գանք ամենավերջին կտեսնենք, որ այս 3 տղաների կյանքում շատ վատ բաներ ստացվեցին։ Ու այս մարդիկ իրականում իրենց առաջնեկությունը կորցրեցին ու Հուդան հոգևոր առաջնեկությունը վերցրեց։ Որտեղ Քրիստոսը եկավ Հուդայի ցեղից։ Դավիթը Հուդայի ցեղից էր, Քրիստոսն էլ Հուդայի ցեղից եկավ։ Այսինքն Ռուբենը, ով առաջնեկն էր ու պետքա վերցներ առաջնեկությունը, մենք տեսնենք, որտեղ տեղի չունեցավ։ Այս անգամ Տիրոջից պիտի գոհանան, գիտես, ոչ թե սպասիր Տերը 3 հատ հրաշքանի 4-ի ժամանակ գոհացիր Աստծուց, այն ի սկզբանե սկսիր գոհանալ Աստծուց, որտեղ դու կարող ես Տիրոջից ինչ-որ հրաշք ընդունես քո կյանքում, ինչպես այս մարդներ ընդունել, բայց դες այդ հրաշքները վերջում Աստծո առաջին շնորհալի չեղան, Աստծուն հաճելի չեղան,
Բայց մեր կյանքում մեր ունեցած հրաշքները, նույնիսկ Աստծուց եկած պտուղները պետք է Աստծո առաջին հաճելի լինեն։ Դա համար ինչով է պետք ընդունել Աստծուց ինչ բան գոհությամբ է պետք ընդունել։ Ոչ թե Աստված սարեց իմ կյանքում, հիմա բոլորը կիմանան ես ով եմ։ Աստված ինձ հարստացրեց, ես ինձ կհարգեն։ Չէ, գիտես իր մոտ տենց էր։ Աստված ինձ որդի տվեց, սենց կսիրեն, ես ինձ կհարգեն։ Չէ, ես Տիրոջից կգոհանամ ես ամեն ինչի համար։ Դրանից հետո, որ ասում է դադարես ծննելուց, իր հարճերից մեկին ասեց մտիր Հակոբի մոտ թողել երեխեք ունենա, երկու հատ տղամարդ ունեցավ, հետո Ռաքելը աղաղակեց Աստծուն, Աստված լսեց Ռաքելի ձայնը, Ռաքելն սկսեց երեխեք ունենալ, էլի տղաներ սկսեց ունենալ, ու Հովսեփը Ռաքելից արդեն ծնվեց, ու վերջին տղամարդը որ ծնվեց Բենյամինն էր, ու այդ ծննդի ժամանակ Ռաքելը մահացավ։ Ցավոք սրտի։ Բայց ինչ էր կատարվել մինչև սա, ասեմ, որ մի դրվագ կա, որ խոսվում է Ռուբենի կյանքի հետ կապված, ասում է Ռուբենը, որ առաջնեկ որդին էր, ասում է մտավ հոր հարճերից մեկի մոտ ու պղծեց հոր անկողինը։ Ասում է, երբ որ իմացավ Հակոբը, սա Հակոբին շատ տհաճ սա երևաց։ Մենք մենք գալու ենք Հովսեփի կյանքին ու կտեսնենք, որ Հովսեփի մասին շատ բաներ է գրված։ Ռուբենի մասին ընդհանրապես մի բան է գրված։ Մտավ հոր հարճի մոտ ու պղծեց հոր անկողինը։ Ինչ ահավոր բան, մեկը որ պետք է Աստծուց ընդունել առաջնեկությունը, ու իր կյանքում պիտի Աստված շարունակեր, պղծեց հոր անկողինը։ Մյուս երկու եղբայրների մասին մենք ասենք Շմավոնը ու Ղևան։ Ինչ է իրենց մասին ասված։ Ուրեմն մի հատ էր աղջիկ ունեցել Լիան, ում անունը Դինա էր։ Այդ Դինա անունը որ մենք ունենք Դիանա, այստեղից է գալիս։ Դինա էր անունը, ասված է որ մի անգամ այս Դինան որոշեց որ դուրս գա այդտեղի ազգերի աղջիկներին տեսնի, հասկանա սրանք ինչ կյանքով են ապրում։ Դա մեկ այլ առանձին քարոզ կարող անթանապետներ, երբ որ մարդը որոշում է գնա այս աշխարհի մոտիկից ծանոթանա, ու երբ որ գնաց ասում են դեռ նա Սյուրքեմ անունով տղա կար, ով որ այդտեղի իշխանի տղեն էր, այս Սյուրքեմը տեսավ դուր եկավ, ասում է բռնաբար է այս աղջիկը։ Բայց սիրել էր այս աղջկան, ասեց ուզում եմ, որ ասում է գնանք այս աղջկան ուզենք ամեն դեպքում մեզի հարց բերենք։ Գալիս են ասում են, հա, լավ բան չի ստացվում, մեր տղեն վատ բան արել, ինչ ուզեք ձեզի օժիտ կտանք, ամեն ինչ կանենք, եկեք խնամի լինենք, թող մեր թշնամություն չլինի, ձեր աղջկան մեզ հարց ենք ուզում տանենք։ Ասում է, որ Ղևին ու Շմավոնը մի հատ բան մտածեցին անեն, որ հрьяաները սիրում են, չէ՞, մի բան մտածեն անեն։ Ասում ասին մենք մեր քրոջը կտանք ձեզ, բայց մի բան է ձեզ պետք անել։ Դուք գիտեք, մենք իրենք պետք է թլպատվենք։ Մենք անթլպատ մարդկանց հետ խնամություն չենք կարող անենք։ Ու այս մարդիկ ասին դե լավ, եթե դա է հարցը, մենք պատրաստ ենք ամբողջ ազգով թլպատվենք։ Պատկերացնում եք, գնացին ասում համոզեցին, ասին sense բան ա եղել, իրենք նորմալ ժողովուրդ են, խնամի կլինեն, իրար հետ առևտուր կանեն, իրենք մեր մեջ կբնակվեն, միայն պետք է թլպատվենք։ Ասում է ժողովուրդը համաձայնվեց։ Երբ որ ասում է երրորդ օրն էր թլպատության ցավի մեջ նստած էին տղամարդիկ չէին կարող շարժվեն, սրանք ասում են մտան կոտորեցին բոլորին։ Բոլոր տղամարդկանց սպանեցին։ Ասում են երեխեքին կանանց գերի տարան, դրանց ունեցվածքը կողոպտեցին։ Ինչ ահավոր բան արեցին, մարդասպանություն, մի ամբողջ ցեղ ոչնչացրեցին երկու աղբերով։ Ու սա էլի Հակոբի մատավ ու Հակոբին դուր չեկավ։ Սա գրված է արդեն երկու եղբայրների մասին։ Մի հատ թեթև դրվագ կա Հուդայի կյանքի հետ կապված է, բայց այսօր դրան չեմ անդրադառնա։ Մնացած աղբերների մասին ծննդոցում են ոչինչ գրված չի։ Մեկ էլ արդեն գալիս է 37-րդ գլուխը ու սկսում արդեն խոսել Հակոբի, Հովսեփի մասին։ Հիմա տեսնենք Հովսեփը ինչ դեպի մարդ էր։ 37-րդ գլուխը ծննդոցի, սենց ու նախաբանող եկա, որ հիմա գանք արդեն տեսնենք ի տարբերություն այս մարդկանց Հովսեփը ինչ դեպի անձնավորությունը։ 37-րդ գլուխը ծննդոցի էսպես է սկսում։ Ասում է Հակոբը իր հոր պանեղտեցած երկրի քանանի մեջ բնակվեց, սրանք են Հակոբի սերունդները։ Հիմա տպավորության որ հեսա պետք է թվարկի մնացած սերունդներին, ասում սրանք են Հակոբի սերունդները, բայց միայն Հովսեփի մասին է խոսում, ասում Հովսեփը 17 տարեկան էր, երբ իր եղբայրների հետ հոտերը արածացնում էր եւ պատանի լինելով իր հոր կանանց Բաղայի որդների հետ ու Զերբայի որդների հետ, այս Բաղան ու Զերբան երկու հարճեր էին, ունից երեխաներ ունեցան։ Հովսեփը ասում է նրանց չարուրը իրենց հորն էր բերում։ Իսրայելի բոլոր որդներից ավելի էր սիրում Հովսեփին, քանզի իր ծերության որդին էր, նա եւ բազմագույն պատմության շինեց նրան եւ նրա եղբայրները տեսնելով որ իրենց հայրեն իրեն բոլոր եղբայրներից ավելի էր սիրում, ատեցին նրան ու խաղաղությամբ չէին կարողանում խոսել նրա հետ։ Դες Աստծո խոսքը բերում է ֆոկուսը ասենք ասա, շեշտադրումը ում վրա հիմա Հովսեփի կյանքի վրա։ Հովսեփը ընդամենը 17 տարեկան էր, բայց ինչ էր անում, իր եղբայրների չար լուրը բերում էր հորը։ Գիտես ինչ է տեղի ունենում, այսինքն իրենք սխալ բաներ էին անում իրենց կյանքի ընթացքում այս եղբայրները, ինչ որ խոսակցություններ էր տարածվում կամ ինքը տեսնում էր,
ու հորն ասում էր, որ խնդիր կա եղբայրների կյանքում։ Դա որպեսզի կարողանար այդ չար լուրը բերել հորը, ինքը պետք է մասնակցություն չունենար այդ չար բաների մեջ։ Որտեղ մարդը, որ խառնված է ինչ-որ չար բաների մեջ, չի կարող մեկին էլ հանդիմանի։ Բայց եթե ինքը կարողանում է, ու եղբայրները չէին ասում դու մի հատ քո կյանքին նայի, նշանակում է ինքը առանձնացված կյանքով էր ապրում ի տարբերություն եղբայրների։ Ու ինչ արեց հայրը, ասում է բազմագույն պատմիճան կարեց ու տվեց, որ հագնի, որը տարբերվում էր մնացածից։ Այս բազմագույն պատմիճանի հատվածը եթե նմանացնենք, ինչին ծիածանն է, որ բազմագույնն է։ Ինչի խորհուրդ էր ծիածանը, այն Աստծո ուխտն էր մարդկության հետ, որ այլևս ջրհեղեղ չի լինի, չեն ոչնչացնի, այսինքն այդ բազմագույն ծիածանը կամ բազմագույն պատմիճանը այն ուխտի խորհուրդ էր, Աստծո ու մարդու միջև։ Ու ես կարծում եմ, որ այս պատմիճանը Հովսեփի կյանքում ինչ էր ներկայացնում, որ նա ուխտի մարդ էր Աստծո հետ, որ ինքը սովորական կյանքով չէր ապրում, ինքը առանձնացված էր Աստծո համար։ Ու այն մարդիկ, ովքեր առանձնացված են Աստծո համար, ու մենք անցած անգամ երբ խոսեցինք այդ ուխտավոր լինելու մասին, ինչ է տեղ ունենում, Աստված երազանքներ է տալիս, խոստումներ է տալիս ապագայի հետ կապված։ Բաներ, որ ուրիշներին չի տալիս Աստված։ Ու հիմա Հովսեփի կյանքում դա տեղի ունեցավ։ Հենց արդեն հաջորդ խոսքից գրված է, Հովսեփը երազ տեսավ ու իր եղբայրներին պատմեց։ Նրանք ավելի ատեցին նրան։ Հովսեփն ասում է նրանց. «Աղաչում եմ ձեզ, լսեք այս իմ տեսած երազս»։ Ահա մենք դաշտի մեջ որաներ էինք կապում, որան են ցորենի հասկերն ա, որ sense կպցնում են իրար։ Ասում է իմ որաս ելավ ու շիտա կանգնեց եւ ձեր որաները նրա բոլորը կանգնեցին ու իմ որայից երկրպագություն արեցին։ Նրա եղբայրներն ասում են նրան. «Իրապես մեր վրա պիտի թագավորես կամ իրապես մեր վրա պիտի տիրես»։ Նրա երազների խոսքերի համար ասում է ավելի ատեցին նրան։ Մեկ ուրիշ երազը տեսավ ու իր եղբայրներին պատմեց, ասում է. «Ահա երազ տեսա, արև ու լուսինը ու 11 աստղերը ինձ երկրպագություն արեցին»։ Երբ իր հոր ու իր եղբայրներին պատմեց, հայրը հանդիմանեց նրան ասում է. «Ինչ է այս քո տեսած երազդ։ Միթե ես ու քո մայրը եւ քո եղբայրները իրապես պիտի գանք, ինչեւ գետին քեզ խոնարհություն անելու»։ Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը իր միտքը պահեց այս խոսքերը։ Երկու երազ տեսավ, եւ ինչու էր երկու երազ, սա ցույց է տալի, որ Աստված հաստատում էր սա իր կյանքում, սա ուղղակի երազ չի, պատահական բան չի, սա մի բան է, որ ես քո կյանքում անելու եմ։ Ու ինչ հետաքրքիր է, որ իրենք լավ էլ հասկանում էին երազի խորհուրդը։ Խորհուրդը որն էր, որ կգա ժամանակ, երբ որ ոչ միայն եղբայրներն, իսկ հայրն ու մայրը կգան ու ծնկի կիջնեն Հովսեփի առաջ։ Հովսեփը տեսնում էր գալիքում այն փառքը, որը որ պիտի ունենար, բայց տեսեք, Աստված երբ որ մեր կյանքում տալիս է կոչում, նպատակ, գլխավոր նպատակը դա դիրքը չի։ Մարդիկ երբեմն կոչումը խառնում են դիրքի հետ։ Հովսեփի կյանքում կոչումը ոչ թե լինելն էր Եգիպտոսում երկրորդ մարդը փարավոնից հետո, որ մենք կտեսնենք ոնց տեղի ունեցավ, այլ իր կյանքում որն էր Աստծոց կոչումը։ Եղբայրներին Հակոբի տանը կերակրերը սովի տարիներին։ Այսինքն դիրքը գալիս է, որպեսզի մարդը իրականացնի այն կոչումը, այն ծրագիրը, որը Աստված ունի իր կյանքում։ Բայց ցավոք սրտի շատ ժամանակ մարդը դիրքը տեսնում է որպես նպատակ, Աստծուց եկած կանչ, ու սա խանգարում է իրան։ Որտեղ ինքը գնում է ոչ թե այն կոչման, հետևից որ Աստված ուներ, որ այս պարագայում եղբայրներին ու Հակոբի տունը կերակրելն էր, այլ ինքը գնում է դիրքի հետևից։ Իսկ դիրքը շատ մեծ է իր կյանքում, որ պետքա լիներ։ Սրանից հետո ասում է եղբայրները գնացել էին հոտերին արածացնելու ու հայրը ասում է Հովսեփ, լուր չունենք աղբերներից հետ, արի քեզ ուղարկեմ իրենց հաց տալ, հոմել տես ինչպես են։ Ասում է ահա ես։ Դες այս ահա ես այնքան հետաքրքիր է, ուզում եմ ասի, որ դու ինչ ասես ես կանեմ, հայր։ Այդ պատրաստական սիրտն է ցույց տալու, ում անդրում Աստված իր կանչը իրականացնելու համար։ Մարդ, ով սիրտ ունի, որ երբ որ Աստծուց խոսք է գալ իր կյանքում, ասում է ահա ես։ Իրենց հաճելի չի այդքան ճանապարհով ոտով գնալ այն մարդկանց համար, ովքեր զզվում են քեզանից։ Չէ, ասում է նորմալ չէին կարող հետը խոսեն, բայց չի ասում, պապ, դες մարդկանց հետ ես գործ չունեմ, ես իրենց համար ոչ մի բան չեմ անում։ Ահա ես կանեմ։ Դες Աստծուն ծառայելը շատ ժամանակ կախված է նրա հետ, որ դու հաց ես տալիս մարդկանց, որ միգուցե քո աչքերում իրանք արժանի չէին, ու միգուցե քեզանից երբեք շնորհակալ չլինեն դրա համար։ Ահա ես ինձ ուղարկի։ Ու ինչ էր տանում, հաց էր տանում։ Գիտես իր կոչումը վերջ-վերջով որն էր եղբայրներին հաց տալը։ Տեսնեք ինքն փոքր տարիքում է 17 տարեկանում ինչ էր անում, այն ինչ որ Աստված ուզում էր որ ինքը անի, հաց էր տալիս։ Իր չափի մեջ, իր կարացածի մեջ։ Գիտես երբ որ մենք մտածում ենք Աստված ինչ ունի մեր կյանքերում, եթե ունես պատկերացում ինչ ունի քո կյանքի համար, մի սպասի որ կհասնես այն վերջնական կետին որ դա անես։ Եթե ուզում ես հասնես այդ վերջնական կետին, այսօր քո կարացածի մեջ անում ես այն ինչը որ Աստված ուզում է որ դու անես։ Եթե չես անում, այն մեծի մեջ էլ հավատարիմ չես լինի։ Դեմարտերն ասում են փոքրի մեջ հավատարիմ լինողին շատը կտան, որովհետև հավատարիմ կլինի շատի մեջ։ Շատով չի սկսվում։
Այս մարդը գնաց, ասում է հասավ այնտեղ, որտեղ որ հարածածներուց պետք է լինեին, չգտա եղբայրներին։ Ասում է այս կողմ էր գնում որ գտներ։ Ու այնտեղ նա մի մարդ հանդիպեց, ասեց ինչ ես անում, ասեց եղբայրներիս եմ ման գալիս, բայց սա սովորական մարդ չէր, Աստծո հրեշտակն էր։ Ասում է լսեցի, որ ասում են դոթային գնանք։ Ասում է գնաց դոթային։ Այս Հովսեփի բնավորությունը հետաքրքիր է։ Հասել այդտեղ ջանք ա դրել, բավականաչափ երկար տարածություն է այդտեղ անցել, ես մի անգամ նայեցի օրերի ճանապարհ, ասա ուղղակի մի քանի ժամվա ճանապարհ չէր, ոտով հասել այդտեղ, չի հետ գնում հորը, չի հետ գնում ասի չգտա, կարա չէ ասի, այս սրտի դիրքն եմ ուզում ցույց տալ, որ մարդը նպատակ ունի մի բան անելու, միջև գնում է այդ նպատակի համար, գնաց հիմա էլ դոթային, էլի մի քանի օրվա ճանապարհ է գնում, միջև հասնի եղբայրներին, գնաց հասավ, ու երբ որ եղբայրները տեսան, ասում են տենում եք են երազների տերն է գալիս, դա նախանձում էին, ասում են սրան հիմա եկեք սպանենք, տեսնենք այդ երազանքները ոնց է իրականում իր կյանքում։ Ասում են Ռուբեն ասեց ձեռնի տվեք տղային, բայց չլսեցին Ռուբեն։ Գիտեք ինչի չլսեցին Ռուբենին, որտեղ երբ որ դու մեղքի կյանքով ես ապրում, չնայած դու միգուցե առաջնեկն ես, միգուցե տարիքով մեծ ես, բայց դու հեղինակություն չունես եղբայրների աչքի։ Ինքը տարիքով մեծն էր, բայց չլսեցին Ռուբենին, երբ ասեց ձեռնի տվեք երեխային։ Հուդան խառնվեց արդեն, Հուդային լսեցին, ասեց եկեք մեր ձեռով չսպանենք, ավելավատանք վաճառականների թող տանեն, որպես գերի մեր ձեռով չմեռնի մեր աղբերը։ Հուդային լսեցին։ Ու ասում են վաճառականների տվեցին, ու այս Հովսեփին տարան Եգիպտոս։ Տարան Եգիպտոս, ասում է Փարավոնի դահճապետը գնեց այս մարդուն որպես տրուկ։ Մենք ուզում ենք պատկերացնենք այս մարդու կյանքը, երկու հատ երազա տեսել, երկուսն էլ տեսել է, որ իրեն երկրպագում են, ինքը մեծ մարդ է, ու ընդամենը մի փոքր ժամանակ անց է իրավիճակները լրիվ հակառակն են ասում։ Բա ուր է քո Աստված։ Բա ուր են քո երազանքները։ Եթե Աստված քո հետ է, դու ես գերի Եգիպտոսում, ու աղբերները են քեզ ծախել։ Գիտես, այս մարդը կարա չարանալ այդ իր աղբերների վրա, որ եթե չարանա ու իր սիրտը չարությամբ լցվեր, Աստված չէ կարողանա շարունակություն անել իր կյանքում։ Բայց ես հասկանում եմ, որ ինքը մարդ էր, որ ոչ թե դառնացել էր Աստծո մարդկանց նկատմամբ, այլ կարողանում էր հասկանալ, որ Աստված որ իր հետ է, ուրեմն ծրագիր ունի իր կյանքում։ Գիտես, միգուցե Աստված քեզ ինչ-որ բաներ է ասել քո կյանքի ընթացքում, միգուցե դու սպասել ես ու հիմա քո իրավիճակներին նայում ես ու լրիվ չի համապատասխանում այդ ամեն ինչը։ Մտածում ես, բայց եթե Աստված այդ ամեն ինչ ասել է, ուր է այս ամեն ինչը։ Գիտես, իրավիճակները չի որ ասում են, «Էդի լինելու է թե չէ»։ Իրավիճակները շատ ժամանակ գալիս են, որ մենք դառնանք այն մարդը, որ կարող է վերջնական դիրքի վրա կանգնի ու չընկնի։ Որտեղ շատ դժվար է, որ դու միանգամից լինում ես Եգիպտոսում երկրորդ մարդը։ Ես մի պահ եկավ իր կյանքում, որ աղբերները հետ էին եկել, ինքը ասում էր Աստված ինձ Փարավոնի վրա հայր արեց։ Այնքան էր բարձրացել, որ ոչ թե ինքը երկրորդ մարդն է ուղղակի Փարավոնի համար ասում էր ես հայր եմ։ Դիտեք ինչ նշանակում որ Փարավոնը ուզում էր գլուխը դնել մեկի ուսին լացեր, գնում էր Հովսեփի մոտ։ Բայց ովքեր դու կարող ես այդ մարդը դառնաս, ընթացք կա որ պետք է անցնես։ Այս մարդը կարողանում էր անցնել, գիտես, դա զարմանալի։ Ու հետաքրքիր բան է գրած 39-րդ գլխում, ասում է որ այս մարդը վերցրեց Հովսեփին, ասում է Տերը Հովսեփի հետ էր, սա 39-ի երկրորդ խոսքը։ Տերը Հովսեփի հետ էր ու նա հաջողակ մարդ էր, ու Եգիպտացի տիրոջ տանն էր նա։ Նրա Տերը տեսավ, որ Տերը նրա հետ է, եւ ինչ որ անում է Տերը հաջողացնում է նրա ձեռքով։ Հովսեփը շնորհ գտա նրա առջև ու ծառայում էր նրան ու իր տան վրա վերակացու արեց նրան եւ իր բոլոր ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։ Այն օրից, երբ Հովսեփը իր տան ու իր բոլոր ունեցվածքի վրա վերակացու եղավ, Տերը Եգիպտացու տունը օրհնեց Հովսեփի համար, թե տան մեջ ասում է, թե դաշտի մեջ նրա բոլոր ունեցածը Տիրոջ օրհնությամբ եղավ։ Աստված շարունակում էր նրա Հովսեփի հետ։ Ասում է ինչ որ անում էր հաջողվում էր։ Ու այս մարդու տեսա, որ Աստված իր հետ է։ Գիտես, երբ որ դու ստրուկ ես, հաճելի չի ինչ-որ գործ անել։ Երբ որ դու ստրուկ ես կամ սովորական աշխատող ես ինչ-որ մեկի մոտ, դու մտածում ես, որ մինիմալ անում, որտեղ դա ուրիշի գործն է, ինչի սա պետք։ Բայց այս մարդու սիրտն եմ ուզում ցույց տամ, իր մոտեցումը։ Այնքան լավ էր անում, որ Աստված օրհնում էր, որ այս մարդը ինչ տեսան, որ այս մարդը ինչ անում է, հաջողվում է։ Աստված իր հետ է։ Եթե թե ուզում ես բարձրանաս ինչ-որ տեղում կլինի գործ թե մեկ այլ բան, ի՞նչ է պետք անել, եթե նույնիսկ դա քոնը չի։ Պետք է հավատարիմ ձևով մոտենալ այդ գործին ու լավագույնս անել։ Նույնը Աստծո տան մեջ։ Կարծես մտածես դու ես հողը ես չեմ։ Հոտերը ես չեմ եկեղեցի, չէ՞։ Ամեն բան մարդը կարող մտածի, բայց երբ որ լավագույն ձևով ես անում, Աստծո շնորհքը գալիս է ու ինչ որ անում ես հաջողվում է։ Ու մարդիկ սկսում են տեսնել։
Ուզետ ասեմ, սա մի բան է, որ եւ Աբրամի կյանքում կտեսնեք, եւ Իսահակի եւ Հակոբի մարդիկ, որ Աստծուն չէին ճանաչում, նայում են իրենց կյանքին, ասում էին. Աստված քո հետ է, դու ինչ որ անում ես հաջողվում է։ Ու ես շատ երկար ժամանակ աղոթում էի սան, գիտեք, ասում էի Տեր, ուզում եմ իմ կյանքում գա շրջան, որ մարդիկ գնային իմ կյանքին ու կասեն Աստված իր հետ է, մարդիկ որտեղ քեզ չեն ճանաչում։ Ու կասեն դու ինչ որ անում ես հաջողվում է։ Բայց չէ, պատկերացնում ոնց պետք է տա լինի, ուղղակի տենց աղոթում էի, բայց շատ նախանձավոր ձևով էի աղոթում։ Ուրեմն մի օր գնում եմ Վարշավյանոց, դա դեռ Հայաստանում էր։ Ու այնտեղ Վարշավերս ասում է, գիտես, նա ցենց Էդգար անունով տղա էր եկել, ձեր համասանից ճանաչում ես, ասում եմ, հա։ Ասում եմ, ճիշտ ասած ասեցի, որ ճանաչում ես ցենց մարդու իմ անունն է տալի, ասում եմ, անկեղծ ասած ուզում եի տենայի քո մասին ինչ վկայություն կտամ, մարդիկ ովքեր ոնց որ չիմանա, որ ես քո հետ մոտիկ եմ։ Ասում ինչ ասես, դեմ ասում եմ, պիտի ասի լավ տղա է, մեր ընկերն է, չէ, ինչ որ տես բան պետք է ասի։ Ասում եմ, զարմանալի պատասխան տվեց, ասում ինչ ասել։ Ասում ասեց, ինքը ինչ որ անում է, իր մոտ ստացվում է։ Ոստի այ քեզ բան։ Փաստորեն այդքան ժամանակ որ աղոթում է, ես մարդիկ նայելով իմ կյանքին ինչ են տեսել, որ Աստված իմ հետ է, ես ինչ որ անում ստացվում է։ Գիտես, երբ որ Աստված մեզ հետ է, ինքը հաջողացնում է մեր ձեռքի գործը։ Բայց հարցը սա է, մենք Աստծո հետ ենք, թե չենք ընթացքների մեջ։ Որտեւ իր կյանքում դժվար ընթացքով ենք անցնում։ Ինքը գերի է իր ամենը ու կարող է չարանալ Աստծուն դեմ։ Ու այս մարդը այնքան բարձրացավ այդ տան մեջ, որ ասում ամեն ինչի աներ պատկանում, բացի պետապրեսի կնոջից, ասում մենակ կնոջը պետք է ձեռք չտար։ Ու այս պետապրեսի կինը ասում աչքը դրել էր Հովսեփի վրա, որտեղ ասում Հովսեփը գեղեցիկ տղա էր։ Դե պատկերացրու, Աստված մեկի հետ որ լինի, ինչ անում մոտը ստացվում է, արդեն հարստացել է, բարձրացել է, հետն է սիրուն տղա է։ Ասում է հետը սպարքի։ Նայեք, կարա միտք գա, որ քեզ մի բան է մնացել։ Այս կնոջ հետ միաբանվում եք, հանում ես այս մարդուն ձեր դիմացից ցենց ասած, ամեն ձևի կարային թունեին, կարային սպանեին, ոչ մեկ չիմանար, չէ՞։ Դու ես դառնում ես ամեն ինչի տերը, ու այն երազանքները, որ դու ունեիր Աստծուց, կատարվում են հենց վաղը։ Բայց դեք ինչ ասում Հովսեփը, ասում է ես չեմ կարող Աստծո առաջ մեղք գործել։ Գիտեք, օրենքը տրված չէ մինչև այս պահը։ Օրենքը Մովսեսի ժամանակ գրվեց, որ ասում էր մի շնացիր, 10 պատվիրաններով մենք գիտենք, մինչև այս պահը չկա օրենքը, չկա մի շնացիր։ Հովսեփը որտեղից գիտի, որ շնությունը մեղք է Աստծո առաջ։ Ունի անձնական փոխհարաբերություն Աստծո հետ։ Երբ որ մարդը Աստծո հետ շփում ունի, երբ որ մարդը Աստծո հետ ապրում է, իրեն պետք չի դու ապացուցես բանը մեղք կա թե չէ։ Դες շարունակ մարդիկ կան գնում են սկսում են Աստվածաշունչը կարդալ, որ տեղեր գտնեն, հարմարացան իրենց կյանքին ապացուցեն, որ ինչ որ ամեն մեղք չի։ Երբ որ չկա օրենքը, չկա Աստված, որ շնությունը մեղք է, Հովսեփը ինչ հասկանում, շնությունը մեղք է Աստծո առաջ։ Ես մեզ դες բան չեմ կարող։ Ասում եմ օրեցօր այս կինը համոզում էր, բայց Հովսեփը միջև až հավատարիմ էր Տիրոջը։ Ասում մի օր եկավ ու մարդ չկար, հանդերձ այս կինը բռնեց ու մեծ քաշեց, ասում մնաց մոտը շորերը, ինքն էլ փախավ Հովսեփը, ու այս կինը շուխուր է դնում, ասում է լա հասել, ինձ ուզում է բռնաբարի այս մարդը։ Սարկում է գլխին, ու Հովսեփին գիտեք ինչ են անում, գցում են նորից բանտ։ Հասել է պիկին, sense ասած իր կարիերայի, ու մեկը նորից հասնում է ամենազրոյական կետին։ Այս դուրուք էլ չի, արդեն բանտում անստած։ Գիտեք ինչ կարա նորից մտածի Հովսեփը։ Աստված ջան, ես ուզում եմ քո խոսքը պահեմ։ Ես ուզում եմ մեղք չգործեմ։ Իմ կյանքի վարձքը սա է մեղք չգործել համար, ես հայտնվել եմ բանտում։ Էլի գիտեք կյանքի իրավիճակները չի որ պիտի ցույց տա Աստված մարդու հետ թե չէ, որտեղ Աստված գործում է, շարունակություն ուներ։ Բարձրացնա որ ինքը պետք է այնտեղ հայտնվեր, մի քիչ էլ ընթացք անցներ իր կյանքում, նորովի հասկանար Աստված ով է իր կյանքում, որ պատրաստն էր այդ դիրքին հասնելու համար։ Դեք տարան այնտեղ ասում է այդտեղ ապրում էր, գիտեք ինչ տեղի ունեց, ասում է Աստված հետն էր, ինչ անում էր հաջողվում էր, բանտապետը հասկացա որ Աստված էս մարդու հետ է, բանտի սա գործելը տվեց Հովսեփին։ Այս մարդուն ու տանում են դառնում ատեղի տնօրենը։ Դե դրամա մի նայի ինչ իրավիճակում ես գտնվում, այնպես ապրի, որ քո կյանքին երբ որ նայեն, ասան Աստված էս մարդու հետ է, երբ որ տեսնեմ որ Աստված քո հետ է, ամբողջ բաները քեզ կվստահեն, կտան քեզ։ Մի օր, ասում ես փարավոնի ուրեմն մադրվարկը ու հացթուխը ընկան բանտ։ Ու երկուսն մի օրվա ընթացքում երազ տեսան։ Ու Հովսեփը կարողացավ մեկնի երազները, ասեց ինչա կատարվել, ասեց գինի լսնողին դու 3 օրից կգնաս հետ փարավոնի մոտ, այն հացթուխին ասեց քեզ կախելու են 3 օրից։ Ու այդպես էլ եղավ։ Այն գինի լսնողին ասեց մի բան եմ խնդրում, երբ որ դու գնաս հետ փարավոնի մոտ, հիշիր իմ մասին։ Դες ասում եմ գնաս փարավոնի մոտ ու մոռացա Հովսեփի մասին։ Պատկերացնես ինչա տեղի ունեցել այդ մարդու կյանքում, մեկնել են երազը փրկվելով, մոռանում է Հովսեփի մասին։ 2 տարի էլ ասում եմ մնաց նորից բանտում։
նորից Հովսեփը կարող մտածի ուր Աստված։ Ես մեկնում եմ այս երազները, այսքան բան անում եմ, ու ես հələ բանտում եմ, բայց 2 տարի հետո փարավոնը երազ տեսավ։ Սա էր ժամանակը, որ Հովսեփի կյանքում պետքա գար, որ այդ դռները պետքա բացվեր։ Երազ տեսավ ու չէին հասկանում այս երազի նշանակությունը։ Երազի մեջ տեսել էր 7 գեր, չաղ կովեր, որ դուրս եկան, հետո տեսել էր 7 նիհար կովեր ու չէր հասկանում, ասում են նիհարները դուրս եկան կերան են չաղեր ու չէին հասկանում սա ինչ է։ Ու էլի 2 անգամ նմանատիպ երազ տեսավ, նշան որ Աստծուց էր, ասում է այդ ժամանակ հիշեց այս գինվեցնողը Հովսեփի մասին։ Ասում եմ տղա կար, որ ես բանտում էի, երազ տեսավ մեկնեց, ասին կանչենք այդ մարդուն։ Եկավ ասին կարաս մեկնես, ասում Աստված է մեկնողը։ Մեկնեց ու փարավոնը ասեց փոպես մարդ չկա, մենք կարանք իրան վստահենք այս գործը, դու կլնես անցնից այնց հետո երկրորդ մարդը Եգիպտոսում։ 30 տարեկանում դարավ Եգիպտոսում երկրորդ մարդը։ Այդ ոնց որ այսօր Ամերիկայում մեզ փոխնախագահ պատկերացրեք։ 17 տարեկան էր, չէ՞, մենք ասացինք սկիզբը կարդալ 37-րդ գլուխը։ Մինչև 30 տարեկան, 13 տարի այս մարդու կյանքում ինչ-որ sense բարձրանում է, իջնում, անգնում, անհասկանալի բաներ է կատարվում։ Բայց դες ինքը ինչ ամենակ հասկանում, որ եթե Աստված իմ հետ է, ամեն բան նորմալ կլինի։ Հետաքրքիր չէ, Աստված իմ հետ է լինելը չի նշանակում որ իրավիճակներում բաներ չի լինի, որ դու չես հասկանա խի այդպես կատարվում։ Չէ, անհասկանալի է, խի իմ հետ ծնկոն տեղի ունենում։ Բայց մի բան է հասկանալի, որ եթե Աստված ինձ հետ է, ինքն ունի շարունակություն իմ կյանքում։ Գիտեք, ես որ կարդաք, ես շատ արագ էի անցնում, բայց կտեսնեք այս մարդու կյանքում ինչ զարմանալի իրականում Աստված գործում։ Ու ինքը արդեն 30 տարեկանում դարձավ այդքան զորավոր մարդ, ու եկավ ժամանակը, որ աղբերները եկան իր առաջին ու խոնարհվեցին, ես իրենց թվում է, որ հեսա Հովսեփ իրանց կսպանի, կմորթի, որտեղ իրանք մտածում էին, իրանք ոնց կվարվեին, եթե մեկ իրանց այդ տենց հարվածներ, իրանք հասած կոչնչացնեին այդ մարդուն իրան տանիքով հետ մնասին։ Բայց Հովսեփ ասեց՝ մի անհանգստացեք, ինձ Աստված դրա առաջից ուղարկեց, որ ես հաց պատրաստ եմ այսօրվա համար։ Տեսնեք ինչպիսի մարդ է, ինքը հասկանում է Աստծո կամքը, Աստծո ծրագիրը իր կյանքում, նպատակը որն էր։ Նպատակն է, որ դու պիտի հասնեիր Հովսեփ կետին, դու պիտի կարողանայիր այսպիսի մարդ լինել։ Ու հիմա տեսեք, Հովսեփը, քանի որ այսպիսի կյանք էր ապրել Աստծո առաջին, այո, ինքը բարձրացել էր Աստծո շնորհիվ Եգիպտոսի մեջ, բայց շատ ավելի կարևոր է այն օրհնությունները, այն ժառանգության բաժինը, որ գալիս է մեր կյանքում Աստծուց։ Որտեղ դու կարաս այս աշխարհում շատ հարուստ մարդ լինես, բայց միգուցե քո սերունդների կյանքում Աստծո օրհնությունը չգործի։ Մենք խոսում ենք մի անգամ երիտասարդներով ասում եմ հետաքրքիր է, Էլոն Մասկի կյանքին եթե մենք նայենք դրսից, ինքը աշխարհի ամենահարուստ մարդն է, ինչ որտեղ միգուցե ամենահզոր մարդն են տեսնվում, որ ինքը գնա Twitter-ում ինչ-որ բան է գրում, ու ֆինանսական շուկաները խառնվում են իրար։ Դու պայքարում եք ինչ իշխանության մակարդակի է տիրապետում այդ մարդը։ Բայց երբ որ նայում ես իր կյանքին, այտենց ահավոր, sense խղճալի մարդ գոյություն չունի։ Եթե մի օրով փոխվես իր հետ իր կյանքով, դու կհասկանաս ինչ ահավոր կյանքով այս մարդը ապրում։ Մի երեխան դառել է տրանսգենդեր, իրանից հրաժարվել է, ազգանունը փոխել է, Մասկ չի կոչվում։ Ինչ 4 հատ կին ունի, ամեն մեկը չգիտեմ որտեղ։ Մի խոսք, այս մարդու կյանքին որ նայում ես, անձնական կյանքին, ամենադժբախտ, ամենաանիծված մարդն է, որ կարող քո մտքով անցնի։ Բայց դրսից որ նայում ես, ինքը ամենահզոր ու հարուստ մարդն է։ Բայց ինչքան հետաքրքիր չէ, որ իրական կոնտրաստն է կյանքի նայում։ Հիմա երբ որ եկավ, նորից հիմա գանք 48-ը, արդեն 49-ը, որ կտեսնենք այդ օրհնության խոսքերը։ Մենք այսքանը ներկայացրի, որ մենք հասկանանք ովքեր են աղբերները, ով է Հովսեփ, ինչպիսի կյանքով կարողացավ ապրել Հովսեփի տարիների ընթացքում։ Հիմա նայեք 48-ը կարդացի, ասում որ երբ որ լսեց, որ հայրը հիվանդ է, իր երեխեքին տարավ հոր մոտ։ Ու հոր հայրը ինչ ասեց, ասեց քո երկու որդիները Եփրեմը ու Մանասեն, թող որ ին որդիների տեղ ասում լինեն, ոնց որ Շմավոնը ու ոնց որ Ռուբենը։ Ինչ էր սա նշանակում, որ ես մի պատմություն կարդացել եմ, ինչ չէի մտածել։ Սա նշանակում էր, որ Հակոբը որդեգրում է երկու տղաներին։ Որ ասում եմ երկու առաջնեկ տղեկից տեղն էր, ուզում եմ ասել, ես առաջնեկության իրավունքը Հովսեփ տալիս եմ քո սերունդին։ Հովսեփը 11-րդ տղան էր։ Պատկերացնեք ինչքան մարդ կա միջև պետք է անցնեն, որ հասնեն իրան, որ առաջնեկությունը իրան կարողանալ ընկնել, չէ՞։ Բայց Հովսեփն ինչ ասում Հակոբը Հովսեփին, Հովսեփ դու այնպիսի կյանքով ես ապրել Աստծո առաջին, որ ես որդեգրում եմ քո երկու երեխեքին, իրանք արդեն իմս են։ Ու ինչ եմ անում, ես անդրանիկությունը փոխանցում եմ քեզ։ Ես Հովսեփը միգուցե իր կյանքում չպատկերացրել, որ sense օր կարող է գա, որ այսպիսի պատվի արժանանա։
Որովհետև կար ժամանակը, որ պետք է բաժանեին Իսրայելը խոստումքի երկիր էր, արդեն Մովսեսի միջոցով 400 տարի հետո դուրս եկան, գիտեք Հովսեփի ցեղ չկա։ Երբ որ դուք կարդաք, կտեսնեք, որ Հովսեփի ցեղ չկա, կա Եփրեմը ու կա Մանասեն։ Գիտեք ինչի, որովհետև Հովսեփի ժառանգությունը Իսրայելի մեջ կրկնակի մեծ եղավ։ Հովսեփին մի բաժին չհասավ, երբ որ Իսրայելը բաժանում էին մասերի։ Հովսեփին երկու բաժին հասավ։ Մանասեի բաժինը ու Եփրեմի բաժինը։ Ինչի 12 բաժին եղավ, որովհետև Ղևին այդպես էլ բաժին չստացավ։ Ղևին ասվեց, որ Ղևի ցեղը քահանայությամբ կզբաղվի ու 10-անորդներից մարդկանց կսանվի։ Դա համար 12 մասի բաժանվեց, բայց Հովսեփը կրկնակի բաժին ունեցավ Իսրայելի մեջ։ Ու սա հավիտենական օգնություն էր սերնդի մեջ որ գնաց։ Գիտես, երբ որ մենք կարողանում ենք Աստծո հետ այսպես ապրել մեր կյանքի ընթացքում, միգուցե առաջնային տեսանկյունից տպավորեցնել որ դու չպետք է մեր հետ առաջնեկը։ Միգուցե կան չէ որ կար քոնը չէր սկզբնական, միգուցե դա Ռուբենինն էր։ Բայց երբ որ Ռուբենը անարգում է իր կանչը իր կյանքում, գիտես ինչա տեղի ունենում, Աստված ասում ով այն հաջորդ մարդուն կյանքում ես սա կարող եմ անել։ Ու միգուցե քո աշխարհում դու այն ամենավերջինն ես։ Հիշենք Դավիթին, գիտեք Դավիթ իր եղբայրներից ամենափոքրն էր, որ Սամուելը եկել օծելու, բոլորը մտածում էին որ սենց հերթով պետք է գնա ու հաստատ Դավիթը չի դա։ Բայց վերջում Աստծո մարդը Դավիթին օծեց որպես թագավոր։ Գիտես կապ չունի դու միգուցե ֆիզիկական կամ հոգևոր առումով այսօր որ նայում ես դու որտեղում ես գտնվում եղբայրների մեջ։ Դες կարևորը որն է դու քո կյանքը ոնց կապրես Աստծո հետ։ Որտեղ վերջում է որոշվելու ով է առաջնեկը, ում կյանքում է որ Աստված ունի շարունակությունը, ում կյանքում որ Աստված այն գործ անի որ մնային գործը։ Ես ասում եմ քո որդներին որդների տեղ ժառանգություն եմ վերցնում որպես իմ տղաներ։ Դες Հովսեփ հաստատ չէր կարող պատկերացնել որ sense բան կլինի ու արդեն Հովսեփի մնացած որդիները կոչվեցին եղբայրների ցեղերի անունով։ Ու իմ ասում եմ գամ արդեն 49-րդ գլուխը մենք այսքան նախաբանը արեցին որ հասկանանք 49-րդ գլխում երբ որ Հակոբը գերտին որդներին ինչ ասում, ինչ այս ամեն ինչը նշանակում։ Նայեք եկավ ամենավերջը կյանքի։ Եկել է որ պետքա օրհնության խոսք հրճակի սերունդների մեջ։ Հիմա մտածում ենք ինչ օրհնություն պետքա ասի իր տղաներին, դες 49-րդ գլուխ արդեն ասում է Հակոբը կանչեց իր որդներին ու ասում է հավաքվեցեք որպեսզի ձեր գլխի գալիքը պատմեմ ձեզ։ Հավաքվեցեք ու ականջ տվեք ով Հակոբի որդներ ու ձեր հոր Իսրայելին մտիկ արեք։ Ով Ռուբեն իմ անդրանիկս, իմ ուժս ու իմ զորությանը սկիզբը, հարգության կատարելություն ու զորության կատարելությունը դու ես։ Դες ինչքան սքանչելի բաներ ասում իմ անդրանիկս, իմ զորությունս, իմ կատարելությանը սկիզբը դու ես։ Տպավորությունը որ սա պետք է ասի դու ես վերցնում անդրանիկության իրավունքը, չէ՞։ Նայեք շարունակությունը 4-րդ խոսքը։ Ջրի պես եռացիր, առաջին պիտի չլինես, որտեղ քո հորդ անկողինը մտար, այն ժամանակ բղծեցիր այն։ Գիտեք քանի տարի անցել այդ դեպքից 40 տարի անցել։ Այն ինչը որ արել է Ռուբենը 40 տարի անցել։ Բայց նայեք, ես մտածում եմ որ Ռուբենը ապաշխարել էր, հայրը ներել էր, բայց ինչ էր տեղ ունեցել հոգևոր աշխարհում։ Դու չես կարող Ռուբենը վերցնես ամենիկություն, դու չես կարող բարձրանաս։ Այսպես ասում ջրի պես եռացիր անգլերեն թարգմանության մեջ ասում է դու ջրի պես անհաստատ ես, unstable ես։ Գիտես, երբ որ մարդը անհաստատ է իր կյանքի մեջ, իր որոշումների մեջ, անկայուն է, ես ինչ է լինում, Աստված ասում է, ես չեմ կարող բարձրացնել։ Որտեղ դու կարող ես կետի հասնես մտնես բան անես, որ անդառնալի լինի այդ իրավիճակը։ Եթե ուզում ես առաջնեկություն եք Աստծո կամքի իրավունքը քո կյանքում գործի, ինչպիսի մարդ պետք է լինես, հաստատուն է։ Իսկ Հովսեփի ինչ ձևի էր, հաստատուն էր այս մարդը, կապ չունի ինքը գերության մեջ էր, փարավոնի տանն էր, պետապրեսի տանն էր, այս մարդը որտեղ էլ ուներ, ինքը հաստատ էր իր որոշման մեջ, ես Աստծո առաջ մեղ չեմ գործի։ Իսկ այս մարդը չնայած որ առաջնեկն էր, ծնունդի տեսանկյունից անհաստատ էր։ Ու ջրի պես եռացի։ Ինչի ջրի պես եռացի, որտեղ ջուրը 3 հատ ֆորմա է, չէ՞։ Այսինքն դու մի պահ կարող ես ամուր լինես սաղուցի պես, մի պահ կարող ես հեղեղուկ լինես ջրի պես, մի պահ կարող ես ընդհանրապես չհասկանանք դու ուր ես, դառնաս օդ։ Գոլոշի։ Չէ՞ մենք էլ մարդուն ասում ենք այս մեկում վրա չի գալի հույսներ, ասում ենք այս մարդը օդ է։ Չէ՞ հայերեն ասած այս մարդը օդ է։ Ու ասել Ռուբեն, դու օդ ես։ Աստված չի կարող օդ շարունակի։ Դու հաստատուն մարդ չես։ Հիմա մտածում ենք միգուցե Շմավոնին անցնի, հաջորդը Շմավոնն է, չէ՞։ Նայեք ինչ ասում։ Ասում են Շմավոնը ու Ղևին եղբայրներ են։ Ստրելի անիրավության գործիքներ են։ Իմ հոգիս նրանց խորհուրդների մեջ չի մտնի, ու իմ պատիվս նրանց ժողովի հետ թող չմիանա,
որովհետև իրենց բարկությունով մարդ սպանեցին եւ իրենց կամապաշտությունով ցելի ջիղ կտրեցին։ Անիծյալ լինի նրանց բարկությունը, որովհետև խիստ էր, ու նրանց սրտմտությունը, որովհետև սաստիկ էր։ Նրանք Հակոբի մեջ պիտի բաժանեմ ու նրանց Իսրայելի մեջ պիտի ցրեմ։ Տասնամյակներ անցել։ Բայց ինչ ասում։ Իմ հոգիս ձեր խորհրդի մեջ չի լինի։ Մեն ասել Աստծո հոգին չի կարող ձեր խորհրդի մեջ լինի։ Ոչ թե միայն գործերի մեջ, ձեր խորհրդի մեջ, այն ինչ որ դուք մտածում եք, այն ինչ որ դուք ապրում եք որպես եղբայրներ, դուք ասում եք անիրավության գործիքներ եք, անիրավության սրեր եք։ Դուք մարդ սպանեցիք ձեր բարկության մեջ, ինչ ասում անիծյալ են այդ բարկությունը։ Ես մենք որպես Աստծո մարդիկ չպետք է թույլ տանք, որ մեր կյանքում բարկությունը այնքան բարձրանա, որ մենք իրավիճակներում այնպիսի բաներ անենք, որ Աստված չկարողանա շարունակի մեր կյանքում։ Ու ինչ ասած, ասում եմ կցրեմ նրանց Իսրայելի մեջ։ Ու այդպես էլ եղել է։ Այս երկու ազգերը իրանք ցրված են Իսրայելի մեջ։ Ղևի ազգը ցրված էր, որովհետև քահանաներն էին, իսկ Շմավոնի ազգն էլ այդպես էլ չկարողացան հավաքվել մի հատ նորմալ ժողովուրդ դառնալ որպես ցեղ։ Իրանք ցրված են եղել։ Ու դեպ Ռուբենն էր, ասել դու երբեք չես բարձրանա, Ռուբենի ցեղից ոչ դատավոր է եղել Իսրայելի մեջ, ոչ թագավոր է եղել, ոչ մարգար։ Մի հատ նշանավոր մարդ դուրս չի եկել Ռուբենից։ Այսինքն եմ ուզում ցույց տալիս, որ մենք երբ որ այսօր ապրում ենք, այն ինչ որ մենք անում ենք, մեր սերունդների մեջ է գնում։ Ուզում ես քո սերունդները զորավոր մարդիկ լինեն։ Ուզում ես քո սերունդներին Աստված նստի իրանց աղաղակը։ Աստծո համար ուխտավոր է։ Աստծո հետ ճիշտ ապրի։ Ու այդ խոստումները սերունդների մեջ կգնան։ Եկավ հասավ Հուդային։ Ասում ով Հուդայ, դու եղբայրներից, ասում քո եղբայրները քեզ պիտի գովեն։ Քո ձեռքերդ քո տշնամների պարանոցի վրա թողնի։ Քո հորդ որդները քեզ երկրպագություն թողանեն։ Հուդան առյուծից զաքա, որդյակին կողոպուտից ելար, առյուծի պես ծունկ ծռեցի, մատակ առյուծի պես պարկեց։ Նրան ով պիտի արթնացնի։ Իշխանությունը Հուդայից պիտի չպակասի, ոչ է նրա ոտքերի մեջտեղից օրենսդիրը միջև որ սելովը գա։ Ես գիտեք ինչ զարմանալի բան է։ Տեսեք, քանի որ հերթով էր գնում, Հուդան հոգևոր տեսանկյունից վերցրեց անդրանիկությունը։ Հովսեփը վերցրեց անդրանիկությունը ֆիզիկական տեսանկյունից։ Կայքնակի ժառանգություն վերցրեց իր կյանքի համար, բայց հիմա Հուդան հոգևոր տեսանկյունից։ Հետաքրքիր չէ, որ գոհություն է, որ մարդու կյանքում կա այդ գոհությունը, դա թույլ է տալի, որ Աստված շարունակի այն գործերը քո կյանքում ունի։ Ու Հակոբը զարմանալի մարգարեություններ է ասում Հուդայի հետ կապված։ Ասում է քո եղբայրները քեզ պիտի գովեն, ու քո ձեռքը քո տշնամների ասում է պարանից, այսինքն վզի վրա պետք է լինի։ Ու քո որդները քեզ երկրպագություն պետք է անում։ Ու այս ամեն ինչը որ ինքը խոսում է, ինչի մասն է խոսում էր Քրիստոսի մասին։ Հիսուսի գալստյան մասին էր խոսում, ասում է, որ իշխանությունը Հուդայից պիտի չպակասի, նրա ոտքերի մեջտեղից օրենսդիրը։ Ուզում եմ ասել թագավորական սերունդը նաև, որ Դավիթի միջոցով հաստատվեց։ Դավիթը Հուդայի ցեղից էր։ Ձեր սերունդը ասում է հաստատվի թագավոր լինի, միջև երբ։ Միջև ասում է Սելովը, ով է Սելովը։ Սելով բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է խաղաղը։ Միջև որ խաղաղը գա, ով է խաղաղը։ Ով է Եհովա Շալոմը։ Հիսուսի մասն է խոսքը։ Միջև Հիսուսի գալը, ասում է օրենսդիրը ձեր ցեղի մեջից չպետք է պակասի, դուք պետք է Իսրայելի մեջ թագավորություն անեք։ Դուք պատկերացնում եք Հակոբը այդքան 1000 տարի առաջ տեսնում է Քրիստոսի գալուստը։ Տեսնում է նաև միգուցե Դավթի օրը, որ Դավիթը դառնում է թագավոր, Աստված հաստատում է այդ թագավորությունը, ինչ է մարգարե անում։ Թագավորները ձեր ցեղից կգան, ու նաև Սելովը ձեր ցեղից կգա։ Քրիստոսը կգա։ Իսկ դրա համար, երբ որ դու կարդում ես ուխտը, ու հետո հասկանում ես ոնց այդ մարգարեությունները կատարվեցին, դու հասկանում ես, որ Աստվածաշունչը սովորական գիրք չի։ Դու չես կարող այս ամեն ինչը մտածես ու գրես, երբ որ սա գրել է հազարամյակներ առաջ է գրվել։ Դու չէի կարող իմանալ, որ Հուդայի ցեղից է գալու Հիսուսը, որ կարողանա այդպես բան անել։ Դու չէի կարող իմանալ, որ Դավիթը Հուդայի ցեղից պետք է լինի, որ կարողանա այս մարգարեությունը կեղծեր։ Մի բան են ասում, շատ ժամանակ ասում են, Աստվածաշունչը հрьяաներն են մտածել, որ ուրիշ ազգերի կառավար են, չէ՞։ Գիտես, մի ազգ, երբ որ մտածում է ինչ-որ մի հատ պատմություն գրի ինքը իր մասին, գրում է, որ ինքը շատ լավն է։ Կարծեցեք Աստվածաշունչը մեծ մասը գիտեք ինչ է գրած, որ Իսրայելի պես վատ ազգ գոյություն չունի։ Ոչ մեկ իր մասին վատը չի գրում, հետո անկեղծ չի։ Իսկ ամբողջ Աստվածաշունչը պատմում է, որ Իսրայելը ահավոր ազգ էր, ասում թողում գնում է մեր կռապաշտության մեջ, Աստված գալիս է հազարներով կոտորում էր միջև հետքան։ Միջև որ Սելովը գա, գիտես վերցրեց անդրանիկությունը, ինչքան ցավալի է Ռուբենը պետք է նրան մարդու օրս խոսքերը լսեր։
Բայց Ռուբենը չեղավ այդ մարդը, Ռուբեն դու չես բարձրանա Աստծո առաջ։ Շմավոն դու չես բարձրանա, Ղևի դու չես բարձրանա։ Ինչի, որտեղ չկարողացաք Աստծո հետ ճիշտ ապրել։ Աստված Հուդայի միջոցով ուղղակի իր որդուն։ Իրենց հետո մնացած որդիներին չեմ կարդա, բայց գամ հիմա կարդամ ինչ է ասում Հովսեփի համար 22-րդ խոսքն է սա արդեն։ Հովսեփը պտղատու ոստ է, աղբյուրի մոտ տնկված պտղաբեր ոստ է, որի բողբոջները պատի վրա են բարձրանում։ Երեք ինչ է ցույց տալի այդ պտղատու ոստին, այդ պտղատու ծառիները, որ ինքը ինչ որ անում է հաջողվում է իր կյանքում։ Ինքը սենց մարդ է, բայց ովքեր են մարդիկ, որ ինչ որ անում են հաջողվում է։ Սաղմոս 1-ում ասում է երանելի այն մարդը, որ ամբարիշտների, այսինքն չարություն գործողների ճանապարհի մեջ չի քայլում ու ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Որտեղ ասում է ինքը պիտի նման լինի մի ծառի, որ տնկված է ջրերի կողքը, որ ամեն ժամանակ իր պտուղը տալիս է։ Ուզում ասի այդ մարդը հաջողակ պիտի լինի իր կյանքի մեջ։ Ու հիմա ինչ ասում, դու պտղատու ես, դու տես ծառ ես, որ տնկված է ջրերի մոտ։ Ինչի՞ դու ամբարիշտների ճանապարհի մեջ չքայլեցիր։ Դու ծաղր անողների սեղաններին չնստեցիր։ Դու կարայիր քո իշխանությունը օգտագործեիր վրեժխնդիրների ախտերից, դու դա չարեցիր։ Մեկ այլ խոսքերով դու Հիսուսին ես նման։ Դե համար դու նման ես պտղատու ծառի, որ բարձրանում է պատերի վրա։ Գիտես ինչի, որտեղ որ պատերը դնում են, պատը ինչ անում, արևը չի թողում, չէ՞ որ գա։ Գիտես Հովսեփի կյանքում շատ պատեր դրվեցին։ Իր ստրկությունը, այդ իրան որ անիմաստեղը գցեցին նորից բանտը, իրան մոռացան։ Ես այդ նմանա պատերի, որ ոնց որ թե չարը բերմա պատեր ա դնում, որ Աստծո արևը չլինի քո կյանքի մեջ, ու դու հիասթափվես, ու Աստծո ջերից այս կողմ գաս։ Բայց գիտես ինքը ինչ էր անում, խորն էր մնում Աստծո ջրերի մեջ, որ իրան օգնում էր, որ ինքը սկսի բարձրանալ այդ պատերի վրայով։ Դրա համար այսպես ներկայացնում, դու ուղղակի ծառ չես պտղաբերել, դու բարձրանում ես պատի վրայով ու նորից բողբոջ ես տալիս։ Ես կապ չունի քո կյանքում ինչ պատերեր որ լինեն, մի հեռացի Աստծո ջրերից։ Եթե Աստծո ջրերի մեջ տնկված ես, Աստծո զորությամբ այդ պատերի վրա կբարձրանաս, քո գլուխը ավելի բարձր կլինի, քան այդ պատերը։ Ու այդ արևի լույսը որ կարիք ունես Աստծո ջրերության լույսը դու էլի կստանաս։ Ասում եմ աղեղնագոները վշտացրեցին նրան ու նետածիկ եղան նրան ու ատեցին նրան։ Ինչ ահավոր կյանք է, չէ՞ ունեցել։ Բայց նրա աղեղը զորավոր մնաց։ Ոչ թե Հովսեփը հեշտ կյանք ունեցավ, չէ։ Ասում եմ նետավորները հարցակվեցին, այս արեցին, չէին արեցին, բայց նրա աղեղը զորավոր մնաց։ Ես կարևորը ինչի թե հիմա ինչ է կատարվում, կարևորը վերջում, երբ որ Աստված նայի քո կյանքի ինչ կարա ասի քո համար։ Կարա ասի որ քո աղեղը, քո այսինքն քո զենքը, որով դու կանգնած էիր, զորավոր մնաց։ Թե դու ընկար, թե դու հանձնվեցիր։ Հովսեփի աղեղը ասում եմ զորավոր մնաց։ Եվ իր ձեռքերի բազուկները ուժեղացան Հակոբի հզոր Աստծո ձեռքերով։ Ինչի հաշվին ես մարդու ուժեղացար ասում Հակոբի հզոր Աստծո ձեռքով։ Այսինքն ինքը մի բան էր հասկացել, ես ինքնից ոչ մի բան չեմ կարող անել։ Իմ կյանքի իրավիճակներն այս բարդ են, ես դեռ չեմ կարող հելնել։ Մի հատ ճանապարհ կա։ Եթե իմ հորս Աստվածը ինձ զորացնի, ու Տերը հավատարիմ էր, զորացրեց Հովսեփին։ Սա ասում է քո հորդ Աստծուց է, որ քեզ պիտի օգնի, եւ ամենակարողից, որ քեզ պիտի օրհնի։ Վերևից երկնքի օրհնություններով, ծիծերի ու արգանի օրհնություններով, քո հորդ օրհնությունները, իմ նախնիներից օրհնություններից մինչև հավիտենական բլուրների գագաթը զորացան Հովսեփի գլխի վրա պիտի լինեն, ու նրա գագաթի վրա, որ եղբայրներից գերազանց։ Հիմա ոչ թողարկի ասում եմ միասնական օրհնություն, ասում եմ իմ ապերի օրհնությունները, հորս, իմ, այս ինչքան օրհնություն են ասում եմ կարաս հավաքել, ասում եմ Հովսեփի գլխի վրա պետք է լինի։ Ինչի։ Այս վերջին խոսքը, որովհետև իր եղբայրներից գերազանց է։ Ով ենք ես ու դու։ Դες եղբայրները շատ են։ Աստծուն հավատացողները շատ են, եկեղեցի գնացողները շատ են։ Բայց առաջնեկները քիչ են։ Ինչի՞։ Առաջնակությունը գինը պահանջում։ Այս ամեն օրհնությունները Հովսեփի վրա կլինի, իր եղբայրներից գերազանցա։ Գրեթե ես ուզում եմ այնպիսի կյանքով կարողանամ ապրեմ, որ կանգնեմ Հիսուսի առաջ։ Ինքը ասի ապրես, դու գերազանց կյանքով կարողացար ապրես։ Ոչ թե որ ես ավելի լավ եմ, քան թե ուրիշն, չէ, այլ կարողանամ լսեմ Աստծո այդ վկայությունը, որ ասում է դու գերազանց գտնվեցի եղբայրների մեջ։ Ես միգուցե ինչ-որ մեկը մի բան արեց, ու դու մտածում ես դեռ ինքան մա ես էլ կարող եմ, բայց միևնույնն է դու դա չարեցիր։
Չարեցի, որտեղ ուխտ ունեի իմ հետ, իմ հետ էիր ապրում։ Դու քո եղբայրների մեջ գերազանց գտնվեցիր։ Գիտես, այս օրհնությունը, երբ որ Աստծուց է գալիս, է հավիտենականության մեջ է։ Որտեղ մենք այստեղ սերունդներ ունենք, բայց հետո նաև գնալու ենք երկինք։ Ու երկինքը լինելու է մի հատ տեղ, որտեղ մարդիկ իրար հավասար չեն։ Երկինքը լինելու է մի հատ տեղ, որտեղ ամեն մարդ իր վարձքի համեմատ ունենա։ Դրանք կնեն մարդիկ, որ շատ մոտ կնեն Աստծո գահին, այնտեղ իշխանություն կունենա, կնեն մարդիկ, ովքեր կնեն սովորական քաղաքացիներ, ոնց որ օրինակ այստեղ։ Ինչի, որտեղ փրկությունը ձրի է, բայց այս առաջնեկությունը վերցնել այս երկին, պետք է կարողանաս գերազանց գտնես։ Հովսեփի եղբայրների մեջ գերազանց էր։ Ինչքան թանկ է, գիտես, ես ուզում եմ այդպիսի մարդ լինեմ։ Ուզում եմ, որ դու էլ այսօր երբ որ լսում ես, ուզես այդ մարդը լինես, որ Աստված կերասի դու գերազանց ես քո եղբայրների մեջ։ Դեք Հովսեփը 110 տարի ապրեց։ Շատ երկար ապրեց Եգիպտոսում, 13 տարի չարչարվեց, բայց մնացած արդեն 30-ից մինչև 110 տարեկանը փառքի մեջ ապրեց։ Երբ որ մարդը փառքի մեջ ապրում է, մի տեղում իր սիրտը կարող կպնի դրան, ուզենա տեղ մնա։ Գիտեք իր կյանքի վերջում ինչ ասեց, մարգարեացավ ու ասել, որ կգա ժամանակ, որ Տերը ձեզ այցելություն կանի։ Դրանից 400 տարի հետո եղավ այդ այցելությունը։ Ու ձեզ Եգիպտոսից կհանի Աստված։ Երբ որ հանի, իմ ոսկորները այստեղ չթողեք։ Իմ մարմինը չթողեք Եգիպտոսում։ Ինձ կհանեք Եգիպտոսից դուրս։ Դες Եգիպտոսը աշխարհի խորհուրդն է։ Այս մարդը աշխարհում այդքան հաջողակ էր եղել, բայց սիրտը չէր կպե աշխարհին, ինքը չուզեց թաղվի Եգիպտոսում, ինքը չուզեց մնա Եգիպտոսում։ Ասաց ինձ Եգիպտոսից կհանեք, ու այն խոստմունքի երկերոր Աստվածունի տեղ ինձ կթաղեք։ Ու այդպես էլ արեց։ Դեք Աստվածը որտեղ մահացավ 57 գլուխը ծննդոցի, դա վերջին գլուխն է, ծննդոցը վերջանասանալի։ Հովսեփը մահացավ, ասма զմրսեցին մարմինը ու դրեցին նա տապանակի մեջ, չթաղեցին, որ հետո կարողանային հանեին Եգիպտոսից։ 400 տարի հետո Աստված հանեց Եգիպտոսից ու գիտեք ինչ արեցին, ասում է Հովսեփի մարմինը տարան Եգիպտոսից։ Չմնաց Եգիպտոս։ Ես գիտեմ, որ Աստված մեծ բաներ ունի մեր կյանքում, որը բարձրացնի այս երկրի մեջ, այս թողա այս Եգիպտոսի մեջ։ Գիտեք, բայց ինչքան է բարձրանա այս Եգիպտոսի մեջ, թող սիրտը չկպնի այդ Եգիպտոսին։ Թող ասես, ես ուզում եմ Քանանի երկիր, ես խոստմունքի երկիրն եմ ուզում։ Դրա համար հայրերը ինչի հաշվին էին կարողանում այդպիսի կյանք ապրեն Աստծո հետ։ Իրանք չէին նայում իրենք ինչ ունեն, իրանք նայում էին գալիք օրվան։ Հիսուսը որ եկավ ասում Աբրահամը տեսավ իր մորս ու ուրախ եղավ։ Այս Աբրահամը ինչով էր ուրախ, երբ որ հասկանում էր, որ Քրիստոսը պիտի գա։ Ինչով պիտի մենք ուրախանանք, հենց սպասում որ հեսա Քրիստոսը գալիս է երկրորդ անգամ։ Փառք Տիրոջ, եկեք աղոթքով վերջացնենք, խնդրենք, որ Տերը մեզ այսպիսի սիրտ տա, մենք Հովսեփի պես։